Հանուն Հոր եւ Որդվո եւ Հոգվին Սրբո ամեն։ Մինչև երբ պիտի կաղաք երկու ոտքով։ Եթե Տերը Աստված է, գնացեք նրա հետևից, եւ եթե Բահաղն է, նրա հետևից գնացեք։ Սիրելի քույրեր եւ եղբայրներ, այսօր մեր Սուրբ եկեղեցին նշում է հոգեգալստից հետո առաջին կիրակին եւ այլևս սկսում է հարության կիրակիների շղթան եւ այսօր մեր Սուրբ եկեղեցու հայրերը նշել են նաեւ հիշատակ Եղիա մարգարեին, որը 5 տակարանում եղած մարգարեների շարքին կարելի է ասել մեծագույններից մեկն է եւ շատ կարեւոր դեմք է եւ քրիստոնեական եւ 5 տակարանյան, ինչպես նաեւ վախճանաբանական ընկալումների մեջ։ Եղիա մարգարեն իր կերպարով մեզ ցույց է տալիս հաստատուն հավատքի մի օրինակ, որով որ չէր վարանում անգամ քննադատել օրվա թագավորին, օրվա թագուհուն եւ հալածանքի էր ենթարկվում, սակայն այդ հալածանքները չէր համարում պատճառ ընկրկման, այլ համարում էր իր հավատքի մեջ հաստատուն մնալու մի ճանապարհ, որով որ թեև տրտմում էր, թեև հուսահատության նաև որոշակի դրսևորումներ էր ունենում իր կյանքում եւ բողոքի ձայն էր բարձրացնում Աստծուն ասելով քո բոլոր մարգարեներին կոտորեցին, մնացել եմ միայն ես։ Կամ մեկ այլ տեղ, երբ որ Հեզաբել թագուհին երթվում է նրան սպանել, դիմում է Աստծուն, ասում է ինչով եմ ավել ես իմ հայրերից, եթե նրանց սպանեցին, ինձ էլ պիտի սպանեն, թող քո կամքով ինձ էլ կյանքիս վերջ տնեն։ Ուրեմն, սիրելի հավատացյալներ, այսօր Եղիա մարգարեն նաև մեզ է ուղղում այն խոսքը, որը ուղղել էր Իսրայելին ժամանակին ասելով, մինչև երբ պետք է երկու ոտքով կաղաք։ Դա նշանակում է, որ ինչպես որ Իսրայելը հավատարիմ չէր մնում Աստծուն եւ դառնում էր այս կամ այն հեթանոսական պաշտամունքներին, տվյալ օրերին, Բահաղի պաշտամունքին, եւ Աքաբ թագավորը ուզում էր նորամուծություններ բերել հավատքի կյանքի մեջ, ներմուծել տարբեր սովորույթներ հարևան ժողովուրդներից եւ Եղիան ընդդիմանում էր, այնպես էլ մենք այսօր այդ նույն վտանգի առաջ ենք կանգնած եւ այսօր էլ Եղիա մարգարեն հերավոր 5 տակարանյան էջերից մեզ մղում է ասելով, որ դարձի եկեք ձեր ճշմարիտ Աստծուն, տեսեք, որ կաղում եք ամբողջ ժողովրդով ոչ թե մեկ ոտքից, այլ երկու ոտքից։ Եվ ասում է, ընտրեք, կողմնորոշվեք, թե ով է ձեր Աստվածը։ Եթե Աստված է Տերը, ապա հետևեք նրան։ Եթե Աստված չէ Տերը, ձեր հորինած աստվածներ են ձեր Տերը, ապա գոնե ընտրեք դրանց, մի եղեք գաղջ, ինչպես ասում է մարգարեն, որովհետև գաղջությունը գոլ երևույթը, որ ոչ սառն է, ոչ տաք, Աստծուն հաճելի չէ։ Ինչպես որ մարգարեն է ասում, հիմա պիտի փսխեմ, ասում է, հաճելի չէ, եթե ասում է չընտրեիք ինձ կիմանայի, որ դուք ինձ չեք ընտրել, բայց ասում եք, թե ընտրել եք ինձ, բայց ապրում եք հեթանոսի կյանքով։ Ուրեմն սիրելիներ, Եղիա մարգարեն մեզ ցույց է տալիս այսօր Աստուծո կենդանի ներկայության օրինակը մեր կյանքում, որով որ երևում է հստակ կերպով, որ արդար մարդու աղոթքը լսելի է Աստծուն։ Ինչպես որ Եղիան աղոթեց, ասում է Հակոբոս առաքյալը, եւ երկինքը փակվեց, եւ Հակոբոս առաքյալը պատահական չէ, որ նշում է, որ Եղիան մարդ էր մեզ պես նման։
բայց ասում է աղոթեց եւ երկինքը փակվեց։ Եվ ասում է կրկին աղոթեց եւ երկինքը բացվեց եւ անձրև տեղաց։ Ուրեմն Եղիան սիրելիներ մեզ ցույց է տալիս այն օրինակը, որ եթե մենք արդար կյանքով ապրենք, մեզ էլ պիտի Աստված անսա, մեզ էլ պիտի Աստված լսի եւ մեր խնդրանքը պիտի չանտեսի։ Բայց մեր խնդրանքները սիրելիներ մեր ինքնահաստատման համար չպիտի լինեն, ինչպես որ Եղիայի խնդրանքը իր անձնական քմահաճույքների համար չէր կատարվում, այլ նպատակ ուներ։ Եղիայի գործունեության նպատակը Իսրայելին ընտրության առաջ կանգնեցնելն էր։ Եվ ընդհանրապես սիրելիներ մարգարեի կերպարը այդ է ենթադրում, որ ինքը իր խոսքերով, իր գործով, իր վկայությամբ ժողովրդին ընտրության առաջ է կանգնեցնում, ինչպես որ Եղիան է ասում, ընտրեք կամ Աստծուն, կամ Բահաղին։ Եվ այսօր էլ մեր եկեղեցին մարգարեական շունչով լցված ասում է կրկին իր ժողովրդին, կատարեք ընտրություն, ընտրեք, դուք կամ Աստծունն եք, կամ Աստծունը չեք։ Որովհետև երրորդ ճանապարհ չկա։ Ցավոք սրտի մեր ժողովուրդը եւ ընդհանրապես այսօր մարդ արարածը քրիստոնյա աշխարհը մասնավորապես սիրում է լղոզել տարբեր հասկացություններ, սիրում է լարախաղացի նման եւ այս կողմը խաղալ, եւ այն կողմը խաղալ, եւ քրիստոնյա ձևանալ, եւ Քրիստոսի եկեղեցին հալածել, կոչել իրեն Քրիստոսի հետևորդ, բայց զբաղվել օրինակի համար բուդայականությամբ կամ քրիստոնեականությամբ։ Եվ այդպիսի մարդիկ շատ են, որոնք որ Աստծո անունով են հանդես գալիս, կոչում են իրենց քրիստոնյա, բայց քարոզում են մի համընդհանուր աստվածության քարոզ, որի մեջ մտնում են տարբեր կրոնական համակարգերից հատիկներ։ Ուրեմն այս երևույթը հաճելի չէ Աստծուն։ Լսած պիտի լինեք, ժողովրդի շուրթերին հաճախ է հնչում Աստված մեկ է, եւ նկատի են առնում, որ մուսուլմանների աստվածներ են նույնը, մեր աստվածներ են նույնը, հինդուիստի աստվածներ են նույնը եւ ենթադրում են ինչ-որ գերբնական մի ուժ, որը տարբեր ձևերով կարող է դրսևորվել տարբեր կրոնական համակարգերում։ Ոչ եւ երիցս անգամ ոչ։ Քրիստոնյաներիս Աստվածը նույնը չէ, ինչպես որ կդավանեն մուսուլմանները, ինչպես կդավանեն հինդուիստները, ինչպես կդավանեն այլ կրոնական հոսանք։ Դրա համար պետք է ճանաչել մեր Աստծուն, ով է մեր Աստվածը, ինչպես է գործում մեր կյանքում եւ ինչպես պիտի իրեն մոտենանք։ Սրա համար պիտի իր կատարյալ հայտնությանը դառնանք, որն է Տեր Հիսուս Քրիստոս։ Օրերս մի հարգարժան մարդ ասաց, որ ինքը սիրում է հավասարապես թե Քրիստոսին, թե Կրիշնային եւ թե Բուդդային։ Եվ ես ասացի իրեն ամենայն հարգանքով քո գործունեությանը, բայց չի կարելի սիրել հավասարապես կամ եւ Քրիստոսին, եւ Կրիշնային, եւ Բուդդային։ Որովհետեւ այս երևույթը ոչ այլ ինչ է, քան կրոնական խառնակություն։ Դու չես կարող լինել եւ քրիստոնյա, եւ բուդդիստ, եւ կրիշնայիստ։ Եվ ուրեմն Եղիա մարգարեն այսօր մեզ հիշեցնում է ասելով, որ կատարեք ընտրություն, ումն եք դուք, ում եք պատկանում։ Շատ հետաքրքիր եւ կարեւոր նկատառում է նաեւ Եղիսե մարգարեի կերպարը, որ այս օրերին Եղիա մարգարեի շուրջ պտտվում է։ Եղիսեն հետևում էր Եղիային, նրա աշակերտն էր։ Եվ երբ որ Եղիան պետք է երկինք վերանար, Եղիսե մարգարեն հետևում էր նրան, իսկ Եղիան նրան փորձում էր հեռացնել, ասելով, որ ես պիտի գնամ այսինչ վայրը, Տերը կանչել է ինձ այստեղ, դու մնա այստեղ, ես կգնամ, բայց Եղիսեն ասում էր, կենթանի է Տերը,
կենթանի ես դու, ես քեզ չեմ լքի։ Սիրելիներ, երբ որ քահանաներս ձեռնադրվում ենք մեր ձեռնադրության ընթացքին նախորդ օրը մեր եկեղեցու հայրերի վարդապետությունն ենք ընթերցում եւ ասում ենք, որ աշակերտում ենք եւ հետևում։ Ինչ եք կարծում, միայն քահանաների համար է դա ասված, որ պետք է աշակերտել եւ հետևել։ Բնավ ոչ։ Ժողովուրդը եւս պիտի աշակերտի եւ պիտի հետևի իր առաջնորդին, որը եւս պիտի հետևի իր սուրբ հայրերին։ Եվ ուրեմն այսօր Եղիսե մարգարեն մեզ հուշում է կարևորությունը հավատքի փոխանցման եւ հավատքի հոգեվոր ժառանգության ընդունման։ Եղիա մարգարեն փոխանցեց Եղիսեին իր շնորհները։ Եղիսեն ընդունեց այդ շնորհները։ Հայոց եկեղեցին դարեր շարունակ փոխանցում է այն շնորհը, որը ստացել է Քրիստոսից։ Եվ ժողովուրդը պիտի աշակերտող եւ հետևող լինի այդ ձայնին։ Հակառակ դեպքում դառնալու է ինքնահնար մի համայնք կրոնական սեփական զգացումներով եւ սեփական պատկերացումներով հորինած մի Աստուծո երկրպագող։ Երրորդ կետը այսօր, որ պիտի շեշտենք, սիրելիներ, ինչպես որ Հակոբոս առաքյալն էր ասում իր նամակի մեջ, խոստովանության եւ հոգատարության մասին էր խոսում, ասելով, որ խոստովանեցեք ձեր սխալները մեկը մյուսին։ Եվ կոչ էր անում, որ եթե մեկը իր եղբորը չար ճանապարհից հետ դարձնի, իր մեղքերը պիտի ների եւ մի հոգի պիտի փրկի։ Եվ այսօր էլ այդ խոսքը ուղղված է մեզ, սիրելիներ, ինչպես որ Եղիան էր փորձում շտկել, ուղղել Իսրայելի ընթացքը, այսօր էլ եկեղեցին մարգարեաբար հնչում է ժողովրդի ականջին, որպեսզի ուղղի։ Եվ ասում է, թեկուզ եւ քահանային չեք խոստովանում ձեր սխալները, մեկը մյուսին խոստովանեք ձեր սխալները, ինչպես Հակոբոսն է ասում։ Մեկը մյուսին ներեք, մեկը մյուսին խոստովանեք ձեր տկարությունները։ Մեկը մյուսի համար դարձեք պատնեշ, որպեսզի չարի որոգայթի մեջ չընկնի ձեր ընկերը, ձեր սիրելին, ձեր հարազատը, ձեր եղբայրը։ Եթե չեք մտածում նույնիսկ իր հոգու փրկության մասին, ձեր հոգու փրկության մասին մտածեք եւ դարձեք պատնեշ չար ճանապարհի առաջ։ Այսօր անտարբերությունը ողողել է մեր կյանքը, սիրելիներ, եւ մենք չենք հոգ տանում մեր դիմացինի մասին։ Մեր աչքի առջև կարող է տարբեր տեսակի հանցանքներ տեղի ունենան, տարբեր տեսակի որոգայթների մեջ ընկնեն մեր փոքրիկները, մեր երիտասարդները, բայց մենք տեսնելով դա չասենք դրա մասին, չխոսենք դրա մասին, որովհետեւ մենք գործության մեջ չընկնենք։ Բայց Հակոբոս առաքյալը մեզ մղում է, որպեսզի մենք թե մեր մեղքերը խոստովանենք, թե ներենք մեկս մյուսին, թե միմյանց համար աղոթք կատարենք, որով պիտի հաստատենք մեր հավատարմությունը Աստծուն եւ մեր սիրելիներին, եւ մեր մոլորյալ եղբոր ետևից քայլ կատարենք, որպեսզի նրան բերենք դեպի Քրիստոս։ Իսկ բերելու ճանապարհը այլ ձևով չի լինում, քան նրան ընտրության առաջ կանգնեցնել, ինչպես որ Եղիա մարգարեն եւ բոլոր մարգարեները Իսրայելին եւ թագավորին, թագուհուն տալիս էին ընտրություն, կանգնեցնում էին ընտրության առաջ, ասում էին դու կամ պիտի պահես Տիրոջ պատվիրանները, պահես Տիրոջ օրենքը եւ դրա համար պիտի ստանաս օրհնություններ, եթե պիտի շեղվես այդ օրենքից,
Տիրոջ շնորհից քեզ դա դառնալու է իբրև անեծք, 5 տակարանը դա ձևակերպում է անեծք եզրով, մենք այսօր դա կարող ենք ավելի պարզ կերպով բացատրել, ասելով, որ հետևանք, կրելու եք հետևանքները։ Եթե Աստծուն չեք հարում, դրա հետևանքները պիտի կրեք։ Եթե մեղքին եք ծառայեցնում ձեր մարմինները, դրա հետևանքները պիտի կրեք։ Եթե չեք ուզում Տիրոջը ծառայել, դրա հետևանքները պիտի կրեք, եւ դրա հետևանքները լինելու են ձեր մարմնի եւ ձեր հոգու վրա տեսանելի, եթե ոչ այս պահին, ապա ապագայում, որովհետեւ ամեն մեղք չէ, ամեն զանցանք չէ, որ անմիջապես է իր ազդեցությունը թողում մեր կյանքում։ Կան մեղքեր, կան հակառակություններ Աստուծո, որոնք որ աստիճանաբար են ներգործում մեր կյանքում, թունավորելով մեր հասարակական կյանքը եւ բերելով ի վերջո հանգեցնելով մի իրավիճակի, որ այլևս բժշկության հնարավորություն չի մնում։ Սիրելիներ, այսօր ուրեմն մեր առջև Եղիա մարգարեն դնում է հստակ ճանապարհ, ասելով, որ բավական է, ինչքան որ երկու ոտքով կաղացիք ձեր ազգով, եթե Քրիստոսինն եք, եթե ձեզ կոչում եք առաջին քրիստոնյա ազգ, պիտի երևա ձեր քրիստոնյա լինելը։ Եթե ոչ, ապա գոնե ձեր ընտրության մեջ եղեք հաստատուն, մի կոչեք ձեզ քրիստոնյա, մի կոչեք ձեզ հավատացյալ, մի կոչեք ձեզ Աստուծո հավատարիմ ծառա, եթե պիտի ապրեք հեթանոսի կյանքով։ Թող մեր Տերը Հիսուս Քրիստոսի շնորհը, իմաստությունը տա մեզ, մեր ժողովրդին, որպեսզի կարողանանք մեր առջև դրված ընտրության մեջ կայացնել ճիշտ որոշում, որը թեև պիտի իր դժվարությունները ունենա մեր կյանքում, բայց պիտի լինի քաղցր, պիտի լինի օրհնաբեր, պիտի լինի հարության տանող ճանապարհ թե մեզ համար եւ թե մեր ժողովրդի։ Մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի շնորհը, Հայր Աստուծո սերը եւ Սուրբ Հոգու հաղորդությունը լինի ամենքիս հետ։ Ամեն։